Մամուլով հրապարակվում է, որ ասենք իր X պաշտոնատար անձի դրամական միջոցները 3 անգամ ավելացել են, պաշտոն ստանձնելուց հետո 3 անգամ ավելացել են, կամ 300%-ով ավելացել են։ Հետո որ նայում ենք հայտարարագրերը, տեսնում ենք, որ դրենք 2 միլիոն դրամ բանկային հաշվի մնացորդ կար եւ 2 միլիոնը դարել է օրինակ 6 միլիոն։ Որ նայում ենք օրինակ այլ բաժինները հայտարարագրերի, տեսնում ենք, որ մարդը ավանդ ուներ, ենթադրենք նաև մինչև պաշտոնի ստանձնում է, այդ ավանդի պայմանագիրը դադարեցվել է եւ ավանդի գումարը դարձել է դրամական միջոց։ Նկատի ունեմ հայտարարագրերում ներկայացված կամ արձանագրված խնդիրներին անդրադառնալիս, այսպես դրվագային եթե անդրադառնում ենք, ընդհանուր կոնտեքստը կորչում է, հնարավոր չի մի բաժինը վերցնել եւ դրանից հետեւություններ անել։ Համապարփակ համալիր նայվի այդ ամեն ինչին, այսօր մեր հայտարարման համակարգը այնքան բարդ է, նաեւ պաշտոնատար անձանց կողմից ի դեպ շատ բողոքներ են լինում, որ լրացնելիս խնդիրներ են ունենում, դժվարություններ են ունենում, բայց համենայն դեպս հանրության համար ներկա այս տեղեկությունները այնքան համապարփակ են, որ հնարավոր է շատ հստակ տեղեկատվություն ստանալ, իհարկե որոշակի բացառություններով հստակ տեղեկություն ստանալ, թե որտեղից այդ գույքը, երբեմն հռետորական հարց են տալի, բա որտեղից այս մարդուն այս գույքը, այդ բոլոր հարցերի պատասխանները կան հայտարարագրերում։ Ընդամենը պետքա նաև եթե անհրաժեշտություն կա հանձնաժողովի հետ ուղիղ կապի միջոցով քննարկել, հասկանալ, եթե այդպիսի հարցեր կան, մենք միշտ պատրաստ ենք եւ արձանագրել են խնդիրները, որոնք իրականում երբեմն շատ ռիսկային դրվագներ ունենք, որոնց որ նաեւ ցանկանում ենք անդրադառնալ նաեւ հանրության բարձրացրած խնդիրների միջոցով։ Օրինակ եկամուտների մեջ հաճախ հանդիպում են նվիրատվություններ, որոնց ծագման աղբյուրը անհրաժեշտ է պարզել։ Մենք բոլոր այդ դեպքերում նաեւ նվիրատվությունը դիտում ենք որպես ռիսկային եւ մանրամասն ուսումնասիրություն ենք իրականացնում եւ պարզաբանումներ ուզում ենք ոչ միայն նվիրատվության աղբյուրի, այլև նվիրատուի գույքի առաջնային ծագման աղբյուրի հետ կապված, այսինքն փորձում ենք հասկանալ նվիրատվությունը ենթադրենք տրվեց, բայց արդյոք նվիրատուն ի սկզբանե ուներ այդ միջոցները, որ նվիրատվությունը տար։ Նկատի ունեմ մենք հնարավորինս մեր գործիքակազմով փորձում ենք ոչ թե պատասխանները առաջին օղակում ստանալ ու բավարարվել, այլ ներքին համոզմունքով ունենանք այն պատկերը, որ հնարավոր իհարկե այստեղ էլ են մեր հնարավորությունները սահմանափակ, մասնավորապես օրինակ կանխիկի դեպքում, էլի կանխիկ գումարը շատ ռիսկային ենք համարում եւ բոլոր դեպքերում շատ խիստ մոտեցում ունենք կանխիկ գումարի, խոշոր կանխիկ գումարի արկայության հետ կապված, դուք նշեցիք նաեւ ռիսկայնությունը, մենք այդ ռիսկայնության չափանիշների մեջ նաեւ հենց կանխիկի արկայությունն ենք դրել, բայց իհարկե օրինակ այս մասով սահմանափակումներ ունենք գործիքակազմի, հասկանալու, կանխիկ։ Իհարկե էլի հարցումներ անում ենք, էլի ուսումնասիրություններ անում ենք հասկանալ թե արդյոք օրինակ եթե պաշտոնի ստանձնման դրությամբ ինչ-որ կանխիկ գումար է հայտարարագրվել, այդ գումարը իր նախորդ աշխատանքային գործունեության արդյունքում հնարավոր է օրինական եկամուտներով գեներացնել, թե չէ։ Հնարավորինս մանրամասն ուսումնասիրություններ անում ենք, բայց իհարկե օրինակ կանխիկի հետ կապված մի քիչ սահմանափակ են նաև մեր գործիքները, այնքանով ինչքանով որ հնարավոր է անում ենք։